24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Կամուշ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը։ Բարև ձեզ, պարոն Աբովյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերելու համար։ Խոսենք կառավարության այսօրվա որոշման մասին, ըստ որի 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 563 միլիարդ դրամ, 2025 թվականին պաշտպանական բյուջեն 664 միլիարդ դրամ է։ Կառավարությունը հաջորդ տարի պաշտպանական ոլորտի համար այս տարվա համեմատ նախատեսել է 101.5 միլիարդ դրամով պակաս ֆինանսավորում։ Մինչ այդ Փաշինյանը արդեն իսկ ասել էր, որ էական ավելացումներ չի լինելու պաշտպանական բյուջեում, բայց փաստորեն ոչ միայն ավելացումներ չի լինելու, այլ նաև կրճատումներ եղան։ Ինչով է սա պայմանավորված։ Բացատրություններն այն է, որ 2025 թվականի հատկացված այդ բյուջեի գումարը չի ամբողջապես ծախսվել, մի մասը տեղափոխվել է այս տարի իրագործելու համար։ Ձեր բացատրությունը։ Քիչ պրիմիտիվ բացատրությունը չի իրագործվել, պատժեք պատասխանատու անձանց, նախարարի մասին չի խոսքը, առհասարակ ով է պատասխանատու կապիտալ ծախսերի բանակային առումով իրագործելու համար, բայց դա չի խնդիրը։ Տեսեք, մենք ձեզ հետ բազմաթիվ անգամ նշել ենք հետևյալը, որ այս իշխանության գործողությունները ըստ էության բխում են թուրք-ադրբեջանական տանդեմի ուղղակի պահանջներից, այսինքն այն ինչ իրենք ասում են, այն ինչ իրենք փորձում են ներկայացնել որպես ինչ-ինչ նոր գաղափարախոսության երանգներ, դա թուրքեր ու ադրբեջանցիների հուլու հնազանդ հրամանների կատարումն է, ընդ որում այնքան ակնհայտ է, ես ձեզ հիշեցնեմ, որ Ադրբեջանի հիմնական նախապայմաններից մեկն էր Հայաստանի ապառազմականացումը, այսինքն զինաթափումը։ Իհարկե, եթե ի սկզբանե լինի զինաթափման գործընթաց, այս իշխանությունը խնդիրներ կունենա ընտրությունների նախաշեմին։ Ինչ տարբերակ են գտել, կրկին խաբել, ստել, առաջ մղել այն թեզը, որ իբր եկել է խաղաղություն, չգիտես, խաղաղություն իրանց տուն է եկել, բակ է եկել, իրանց օֆիս է եկել, հա, միգուցե, բայց Հայաստանի համար չի եկել խաղաղություն, չի կարող լինել խաղաղություն իրենց վարած քաղաքականության ներքո։ Եվ այո, ռազմական բյուջեի կրճատումը, ինչը կրկին ցույց տվեց ըստ էության իշխանության անհամաչափ, ասենք ասենք, գործողությունների, հա, այդ պորտկումը թուրքեր ու ադրբեջանցիների պահանջները կատարելու, իրար հերթ չտալով կատարում են։ Եվ այս պարագայում, այո, սա տեղավորում է Ադրբեջանի ուղիղ պահանջի տրամաբանության ներքո, որտեղ այդ բացատրությունները, ես չգիտեմ, իրենք մարդկանց համարում են մեզ բոլորիս, հա, կամ այն մարդկանց, ովքեր նայում են մեզ, նույնիսկ այն մարդկանց, ովքեր հիմա իմ հետ համաձայն չեն, իրենք ինչ համարում են այդ մարդկանց մտավոր ունակությունից, չգիտեմ, զուրկ, հա։ Ադրբեջանը ասել է, պետք է քո ռազմական ծախսերը կրճատես, ապա ռազմականացվես, նա իրանք էլ ապա ռազմականացվում են, ոչ մի բան ման մի եկեք դրա տակ։ Եթե Փաշինյանը վերջերս երբ խոսում էր, ասում էր, երբ ասում եք պետք է բանակը հզորացնենք, ուժեղացնենք, մինչև որտեղ պետք է դա հզորացնենք եւ ումից պետք է ուժեղ լինենք։ Մեկ պետությունից, երկու, 5 պետությունից, օրինակ, սա որ ուժեղացնել եք ասում, ում նկատի ունեք։ Սա ցավոք դեմագոգիա է, որը ընդհանրապես ծայրահեղ պրիմիտիվացման գիտես, ոչ թե կանխատեսումների մեջ է տեղավորվում, այլ ոնց որ այդ տրամաբանության ներքո է շատ դժվար է առհասարակ աբսուրդը քննարկել։ Եկեք ասենք sense, Թուրքիա, Ադրբեջանը քեզ սպառնում են։ Այո, սպառնում են։ Հիմա դու կգաս ըստ ինչ կխոսաս, ինչ հեքիաթներ կպատմես, խաղաղություն, չգիտեմ ինչ բան, դրանից չի փոխվում իրականությունը։ Ադրբեջանը ավելացրել է իր ռազմական բյուջեն 2026 թվականին 4.4%-ով։ 5.1 միլիարդ է, եթե չեմ սխալվում, հիմնավորելով դա նրանով, որ պետք է ունենա այնքան ռազմական ներուժ, որ Հայաստանը հանգարց չթփրտա։ Դա է Ադրբեջանի ասած, այսինքն ինչի համար է ինքը ավելացնում բյուջե, եկեք տրամաբանենք։ Ադրբեջանը ռազմական բյուջեն ավելացնում է, Հայաստանը իջացնում է։ Ադրբեջանը ավելացնում է, որ հայերին ճնշման տակ պահի, ինչը ուղակի հայտարարում է, Հայաստանը ասում է, որ եկել է խաղաղություն։ Ով է երկուսից այս պարագայում ավելի գործունակ եւ ռելևանտ։ Ինչ վերաբերում բանակը երկրորդ, երրորդ, չորրորդ տեղում է, քո դռան դեմը խուժանը, որը կներեք, քո սաղ բարեկամներին սպանել, մորթել, քո տները խլել, քո հայրենիքը կեղեքել, զինվում է
Այն պատճառով, որ քեզ շարունակի ճնշված պահել, դու էլ ասում ես, ես բանակը զարգացնեմ ինչի համար, քանի պետության։ Ինչ են հեքիաթ պատմում։ Նկատի ինչքան է հզորացնի, էլի պետություններ են լինելու, որից թույլ է լինելու, բայց Այդ արդյոք մենք մրցում ենք այլ պարագայում, պետությունների հետ։ այդ պարագայում ոչ մի պետություն չպետք է զինված ուժեր ունենա։ Միշտ կլինի մի ուրիշ պետություն, որից ինքը թույլ Սա կլինի։ աբսուրդ է։ Ուրեմն ընդհանրապես ոչ մի պետություն բանակ չպետք է ունենա։ Դա գիտեք ոնց է, դա նման է մի արտահայտությանը ինչքան կարանք, նայ, մի օր մարդը նստի, ասի, զզվել եմ հաց ուտելուց, ինչքան պետք է հաց ուտեմ, սաղ օրը ամեն օր հաց եմ ուտում, հոգնել եմ, ինչքան հաց ուտեմ, վաղը ուտեմ, մյուս օրը ուտեմ, մյուս օրը ուտեմ։ Հասկանում եք, համեմատությունը շատ կոռեկտ է, որովհետև սա մեր կենսական խնդիրն է, այնքան պետք է զինվես ու այնքան պետք է հզորացնես, որ քո նվազագույնը երկու հարևանը նկարտում չունենան քո տարածքին խփել, վերջ։ Դե ասում է անվտանգությունը առաջին տեղում չէ, Փաշինյանը այդ մասին խոսել, անվտանգությունը առաջին տեղում չէ։ Դրա համար էլ այսօր ենք։ Եթե քո անվտանգությունը առաջին տեղում չէ, անվտանգային համակարգը կամ բանակը առաջին տեղում չէ, բա ի՞նչն է առաջին տեղում։ Կերը, հա, ներողություն այս արտահայտության համար, Փաշինյանին չի վերաբերում առհասարակ։ Ինչը կերը, խմիչքը, խմելիքը ի՞նչն է առաջին տեղում։ Եթե դու չես ապահովում մի իրավիճակ, երբ որ դու ապահով չես, որ կմտնենք ու ննջասենյակ, վիզատ կկտրեն։ Բան թուրքերը ալլա գոռալով վիզատ կկտրեն։ Ինչ ենք մենք խոսում։ Հասկանում եք, իրավիճակը այն ծայրահեղ աբսուրդ է, ժողովուրդ ջան։ Դրեք մի կողմ, էլի այդ իշխանամետ, ընդդիմադիր, չգիտեմ ինչ, դրեք մի կողմ, յաթելը մտածեք ինչ են անում։ Էլ եմ կրկնում, Փաշինյանի մեջ չի հարցը։ Նույնիսկ իշխանության մեջ չի կամ ընդդիմության մեջ չի հարցը, ձեր մեջ է, ձեր։ Ձեզ ասում են, քու պաշտպանվելը առաջնային չի, հետի ոնց որ տուն կառուցես, ասես դուռը որ դրել եմ, հա, դա առաջնային չի, կարևորը ներսը կահավորեմ։ Իսկ ձեռեք առնում ձեզ, արդեն ես չգիտեմ, էլ ոնց մեկնաբանենք։ Այո, ակնհայտորեն կատարում են թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր, անխտիր բոլոր նախապայմանները մեզ էլ լոլոներ ու հեքիաթներ են պատմում։ Իդե բացատրությունը նրանում է, որ եթե խաղաղություն է հաստատվել, ապա այս տրամաբանությամբ պետք է շարժվել։ Եթե խաղաղությունը հաստատվել, մեն Հայաստանի համար է հաստատվել։ Խաղաղությունը Հայաստանի համար չի հաստատվել, խաղաղությունը հաստատվել է իրենց կաբինետներում եւ իրենց հանդիպումներում, երբ որ թուրքերը ադրբեջանցիները ջան-ջիգար են անում, այնտեղ խաղաղությունը հաստատվել։ Պետության եւ մարդկանց համար, նույնիսկ իրենց հարող մարդկանց համար չի հաստատվել։ Էլ ոնց բացատրենք, չի հաստատվել։ Այդ որ անտերը ասում են սահմանի վրա չեն կրակում, ներողություն 30 տարվա ընթացքում մենք եւս ունեցել ենք տարիներ, երբ որ չեն կրակել, մոռացել եք։ Իսկ ամնեզիա է սաղիս մոտ։ Սահմանի վրա կրակելը չի խաղաղություն, այլ պայման ստեղծելն է, որ քո վրա նվազագույնը վախենան կրակեն։ Ինչքան ռազմավարական բացում կա հանձնին, հարավ, հյուսիս, արևելք, արևմուտք։ Տավուշից մինչև Սյունիք Ադրբեջանը այսօր առանցքային կետերը հնարավորություն ունի վերահսկի անուն դրել են դեմարկացիա, դելիմիտացիա։ Թուրքին բերել են հայ վրացական, այսինքն դեպի վերև ճանապարհի գլխին նստացրել են, անունը դրել են սա ինչ որ քարտեզներով, բան, տենց ալմաթա, դեմարկացիա, դելիմիտ, այդ խուճուճ բառերի ներքո թաքցրել են Թուրքի ամենակարևոր ուզածը վերահսկել Հայաստանի Հանրապետության հյուսիսը։ Վերահսկում է, Պոզով պոչով է լինում։ Կիրանցը օրինակելի գյուղ է։ Մի րոպեում կարան մտնեն այդ գյուղը քանդեն դուրս գան։ Օրինակելին է չէ, օրինակելին է, որ Զաբորի տենկոմը թուրք չկա, դա օրինակելի։ Այն թուրքը եւ այն ադրբեջանցին, որը չի ուզում գա քո տունը քանդի։ Մեռան այդ, ախր գիտեք զավեշտը ինչու՞մն է։ Թուրքերը ադրբեջանցիները չեն թաքցնում իրաց նպատակները։ Մենք ենք գիժ-գիժ նստել ենք, նայում ենք իրար երեսին, ուրախանում ենք, որ սահմանի վրա այսօր չեն կրակել։ Վաղը կրակեն թե չէ, չգիտենք, բայց այսօր չեն կրակել։ Էս ինչ օրն են մեզ գցել։ Հիմա այս ամենի համատեքստում Փաշինյանն ուզում է 4-րդ հանրապետություն ստեղծել, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովը եղավ, նա այդ մասին խոսեց, ասաց ընտրությունների համար, ընտրությունից առաջ սա իրենց ռազմավարությունը, որ իրենք պետք է իրականացնեն։ Արդյոք կհաջողվի եւ ինչ նպատակ կա այս ամեն ինչի մեջ։ Ինքը բացատրում, որ խաղաղությունը քանի որ արդեն հաստատված է, դրա համար կարիք կա 4 հանրապետություն։ Խաղաղությունը հաստատված է իրանց, չգիտեմ, տներում, իրանց օֆիսներում, իրանց կուսակցական, չգիտեմ, գրասենյակներում։ Հայաստանում չկա խաղաղություն եւ այս պարագայում չի կարող լինել։ Սա մեկ, երկրորդը ինչի համար են փորձում լուծանել 3-րդ հանրապետություն։ Ձեզ թվում է իրենք չեն հասկանում ինչ են արել 3-րդ հանրապետության գլխին։ Սա մի տերմին կա, իրանք փորձում են հենց այդ
սուբյեկտը, որի հանդեպ իրենք ինչ կա չկա խախտել են, ոնց կարողացել են հանձնել են, տվել են, կեղեքել են, քանդու քարափեն, ուղղակի վերացնեն։ Այսինքն իրանց թվում է, եթե իրանք վերացեցին օբյեկտը, որի հանդեպ իրենք վարվել են այնպես, ինչպես վարվել են, վերջ, սա կմոռացվի կգնա։ Դա է իրանք։ Փաշինյանը կդառնա 4 հանրապետության հիմնադիր, Ինչ խաղաղության վերաբերում է հիմնադիր, հավանաբար 4 հավանաբար հանրապետության, հաշվարկը դա է։ հարգելի հեռուստադիտողներ, համաձայն այն տեսլականի, որը ներկայացված է իշխանությունների կողմից, ուղղակի համադրում ենք այն իրավիճակի հետ, որը մեզ փորձում են թելադրել թուրքերը եւ ադրբեջանցիները, եւ գալիս ենք մի հետեւության։ 4 հանրապետությունը դա արևմտյան Ադրբեջանն է։ Ձեզ առաջարկում են քվեարկել արևմտյան Ադրբեջանի համար, փոխարենը ստանալով այն, որ արևմտյան Ադրբեջանը, այսինքն իբր 4 հանրապետության սահմաններում ձեզ թուրքը չի մորթի։ Էսա առաջարկը։ Հիմա դուք գնացեք, որոշեք, ինչ ուզում եք արեք, գցեք բռնեք, մտածեք, դա չի հարցը։ Հարցը նա է, որ այս ընտրանքը մեր առջև դնում են։ Եվ երբ որ ասում են Հայաստանը 2740 գոռում են, ճղում են իրանց մեջտեղից։ Սուվերենություն, սահման, բա Թուրքիա 242 կիլոմետր գրավել է։ Մատը մատներից չեք խփում, ինչու՞մն է հարցը։ Իդեպ միջև հիմա Ադրբեջանը չի ասել, որ ճանաչելու է Հայաստանի 2743,000 օկուպացրել է մեր տարածքները, Ադրբեջանը մտել է եւ մեր տարածքները օկուպացրել է, ասեմ ավելին, բացի օկուպացնելուց, որ դուք ձեզ ճղում եք մեջտեղից ու ասում եք խաղաղություն է եկել։ Համիա ձեր այդ գործընկերներին, ընկերներին, չգիտեմ ով են իրանք ձեզ ադրբեջանցի, մի հատ հարց տվեք, ինչի զորքերը չեն անում։ Թե հիմա էլի լոլոներն եք կարդալու, որ բան դելիմիտացիա դեմարկացիա կանցկացնեք։ Եկել է տունդ գրավել է։ Չնայած ես կանխատեսում եմ, որ ընտրություններից առաջ թուրքերը, ադրբեջանցիները այս իշխանությանը սատարելու են։ Որոշակի քայլերով։ Պայմանագիրն է կնքվելու։ Չէ, պայմանագիր չի կնքվի։ Բայց օրինակ Ֆիդանը ասել էր, որ կնքվելու է 26 թվականի առաջին կեսին։ Ես կարծում եմ ոչ, որովհետև իրենք ունեն լուրջ մտավախություն, որ այս իշխանությունը կարող է չդիմանա, որովհետև այն ինչ արել են այս իշխանությունը, իհարկե իրենց տրամաբանական առումով ընդհանրապես հեռանկար չի թվում, որ իրենք ինչ-որ մի ձև կարողանան հետագան նայեն։ Բայց դրա հետ մեկտեղ Ադրբեջանը, Թուրքիան կենսական հետաքրքրություն ունեն այս իշխանությունը պահպանելու համար։ Դրա համար ես չեմ բացառում կոսմետիկ քայլեր, օրինակ 1-2 դիրքից հետ քաշվել կամ ինչ որ ժեստեր, հասկանում եք, որը թույլ կտա այս իշխանությանը շարունակել մարդկանց խաբել, որ իբր եկել է խաղաղություն։ Այսինքն հենվեն, ասեն, տեսեք, էսի արեց ուրեմն խաղաղություն, էսի արեց խաղաղություն։ Խնդիրը թուրքերի, ադրբեջանցիների բոլոր հնարավոր մեթոդներով պահպանել այս իշխանության գլխին, որովհետև կրկնեմ, սկսած արևմտյան Ադրբեջան կոնցեպտի իրականացումից, որը հավասարազոր է 4 հանրապետություն, վերջացրած բոլոր մնացած գործառույթները Հայաստանի Հանրապետության ապառազմականացում, հայկական էթնոքաղաքական սիմվոլիզմի վերացում, յուրաքանչյուր մարդուն, ով փորձում է ընդդիմանա Հայաստանի Հանրապետության ոչնչացմանը, то չգիտեմ, հանցագործ ու այլն հազար մի ձևի պիտակ կպցնելուց։ Այդ ամենը ինքը լրիվ թուրքերի ադրբեջանցիների տրամաբանության մեջ է, տակ է, հա, այդ տրամաբանության ներքո է։ Եվ այս պարագայում, այո, Թուրքիան եւ Ադրբեջանը հետաքրքրված են այս իշխանության պահպանման։ Իդեպ Փաշինյանը շատ ակտիվ է վերջին շրջանում Facebook-ում եւ նա նաեւ հրապարակումներով է հանդես գալիս եւ վերջին հրապարակումը բավականին վտանգավոր էր։ Նա առաջին նախագահին է անդրադառնում եւ ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը ով է եւ ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումից եւ ավերացումից հետո Հայաստանի Հանրապետություն 18 տարեկան զինվորներին տեղակայել Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Այսինքն մեղադրում են, որ չպետք է Արցախի համար գնային կռվեին։ Տեսեք, 3 թեզ ունենք, ըստ էության Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը մեղադրում է հայերին, որ հայերը ժամանակին հայերին պաշտպանել են։ Իսկ ինքը ասում է հայերին մի պաշտպանի, թող աշկի դեմ մորթեն, կոտորեն, ինչպես դա եղավ սեպտեմբերի 10-ին 2023 թվականին։ 1. Երկրորդը, ինքը վերահաստատում է Ադրբեջանի թեզը, որ Հայաստանը օկուպանտ է, չմեղադրելով Ադրբեջանին օկուպանտ լինելու մեջ։ Եվ երրորդը սա ըստ էության լեգիտիմացում է Ադրբեջանի բոլոր գործողությունների կապված հայերի ոչնչացման։ Վերջ։ Մնացածը կարանք էլ չքննարկենք։ Դեպ այս մասին անընդհատ խոսում է Ադրբեջանի նախագահ եւ նա մեղադրում է նախագահներին։ Այո, ախր մենք պետք է հասկանանք Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը, Ադրբեջանի իշխանությունը եւ Թուրքիայի իշխանությունը մի ծրագիր են, մի կոնցեպտի շուրջ են պատտվում։ Այդ կոնցեպտը ընդհանրապես աղերս չունի ոչ խաղաղության, ոչ Հայաստանի, ոչ Հայաստանի ժողովրդի անվտանգության եւ բարեկեցության հետ։ Էլ ինչ պետք է լինի, որ ի վերջո մենք դա հասկանանք։ Ինչ։
Բայց Փաշինյանը ըստ էության նույն բանն է արել, ինչի մեջ մեղադրում է առաջին նախագահին։ Դե Նաեւ դա Պաստոնի արդեն որդին է գնացել ծառայել։ չգիտեմ, Ինքը եւս պատերազմ գլխավոր հրամանատարներ։ տեսեք, սա մենք փորձում ենք հիմա վերլուծել այնպիսի գործընթաց, որ ընդհանրապես վերլուծության առարկա չի, որը բուն իր իմաստով ինքն իրան հակասում է։ Ներողություն, Նիկոլ Փաշինյանի ժամանակ 18 թվականին, հա, Հայաստանի Հանրապետության դե լավ, չեմ ասում Հայաստանի, հայերը չեն ծառայել Արցախը։ Հա, ես ձեզ ասեմ ավելին, չզարմանաք, վաղը մյուս օրը Աստված ոչ անի, իրավիճակը հասնի այն վիճակի, որ դնեն ասեն ինչի պետք է Երևանցին ծառայի Գորիսում կամ Գորիսեցին պետք է ծառայի Վարդենիսում։ Սա նույն տրամաբանության մեջ է։ Բայց 20 թվականին ինքը կոչերանում կամավորագրվել եւ գնալ այո, ստե ծառայել մի փորձեք հասկանալ տրամաբանությունը։ Սա ծառայելու խնդիրը չի, ստեղ խնդիրը նա է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ըստ էության իրանց գաղափարախոսական կոնցեպտի ներքո այս իշխանությանը, չգիտեմ, պարտադրում են, խնդրում են, ստիպում են, ես չգիտեմ ոնց են հասնում այդ նպատակի, բայց այս իշխանությունը լրիվ ադրբեջանական գծի մեջ է, իսկ ադրբեջանական գծի վերջնակետը Հայաստանի լուծարումն է, ոնց բաց են ասում։ Երևանի վրա աշկ են դրել, չգիտեմ, կազմակերպություններ են ձևավորում։ Երեք դրանց մի հատ սուտինյորի դեմքով մարդ կա, Ալաշուքյուր, արա դրա անունը ինչ էր, Փաշազադե։ Հելում ասում է, ինչ լավ է, որ Հայաստանը, բան տես գովում է իշխանություններին, վերջում ասում է պետք է գնանք ու մսկիթները վերականգնենք։ Ինչի համար են մսկիթները գալիս տեղ, չկա մսկիթ ադրբեջանական, խի են գալի կառուցելու մսկիթները, հա? Հարգելի հեռուստադիտողներ, մեր համար են կառուցելու։ Ձեռառնելիք է։ Արցախում եկեղեցիները ոչնչացրեցին։ Նախիջևանում Ջուղայի խաչքարների այդ ուղղակի չնաշխարհիկ մի կոմպլեքսեր դրեցին քանդուքարա բուլդոզերներով լցրեցին Արաքս գետը։ Դա հա խաղաղությունը։ Մենք այս խաղաղությունն ենք ուզում։ Թե այդ խաղաղությունն են, որ մեր ասում են ոչինչ, որ եկեղեցիդ ոչնչացրել են, ոչինչ, որ քո սուրբ նահատակներին ուրացել են, ոչինչ, որ Ադրբեջանը մեզ անվանում է, Ադրբեջանի ղեկավարը կենթանիների հետ է մեզ համեմատում, ոչինչ, որ աշկը դրել է ամբողջ մեր Հայաստանի Հանրապետության տարածքի վրա, ոչինչ, որ հայա զրկել է Նախիջևանը եւ դե Ալիևը չէ, հերը բան էլի իրանց այդ նախնիները ու այս վերջերս հայաթափել է Արցախը։ Ոչինչ, կարևորը ուտելիքը տեղը լինի, դա է խաղաղության եւ դա է հայի երազանքը։ Մեզ դա են ասում, ուտելն է ձեր երազանքը ու իմ, հարց եմ տալի։ Մեր երազանքը ուտելն է ու ֆեստիվալ գնալն է։ Ժորժ ջան, չեք հասկանում, անասնացնում են մեզ։ Հիմա հարց ածակում, ինչու՞մն է խնդիրը։ Ինչի են մեզ անասնացնում, ինչի են զրկում ինքնությունից, ինչի են զրկում սրբություններից, ինչի համար մեզ համոզում են, որ մեր նախնիները հազարամյակներ սխալ են ապրել, ճիշտը նա է, որ դու մոռանաս ով ես դու, ինչի համար։ Անասնացնել է ինքը, ունի երկու նպատակ, առաջինը դարձնել կառավարելի զանգված, երկրորդը ոչնչացնել։ Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում ոնց է նույն process-ն էին տանում, մարդկանց զրկում էին անուն ազգանունից, թիվ էին դաջում, որովհետև երբ որ զրկում ես մարդուն ազգությունից, սիմվոլիզմից, արարատից, հայ զգացմունքից, այդ ամեն ինչից մարդ իմաստ չկա, ինքը չի տենում իմաստ, դիմադրի այն պահին, երբ որ դանակը դնում են վզին, էլ ոնց հասեն։ Ախր չի կարելի, էլի հասկանում եմ, բոլորս էլ հոգնել ենք այս աննորմալ իրավիճակից։ Ու հա, մեկ էլ որ ասում եք քաղաքականությամբ չենք զբաղվում, մի զբաղվեք, ձեզնով են ցեն զբաղվում, ես ձեզի նկատի չունեմ, հարգելի հեռուստադիտողներ, այն մարդկանց, ովքեր դա ասում են։ Այն մարդիկ, ովքեր չեն զբաղվում քաղաքականությամբ, թուրքը ձեզանով լավ էլ զբաղվում է։ Արդեն ակնհայտ է դա երևում։ Մենք էլ բան ենք անում, կարևորը ինչ էին ասում, սահմանին չեն կրակում։ Ոչինչ, սպալնյակը գան կմտնեն, հա։ Ասա չեն կրակում, ասում սահման։ Չի եղել 30 տարվա ընթացքում ժամանակահատված ոչ չեն կրակել։ Կամ այդ որ ասում են չեն կրակել։ Ինչի համար էին կրակում։ Կրակում են, որովհետև դու ունեիր ինքնություն, դու ունես հայրենիք, դու հայ ես, դու նվազագույնը համաձայն չես, գան վիզդ ոչխարի պես կտրեն։ Հիմա որ տենում են process-ա գնում մարդկանց անասնացման, փորձում են չխանգարեն այդ process-ի։
Չենք հասկանում դա։ Հիմա այս Արարատ Սարի հետ կապված այս որոշումը, որ կար, կնիքի վրայից հանելը հասկանալի է, ինչ որ ձևով, ասենք թե ինչ որ բացատրություններ իրենք ներկայացնում են, բայց շարունակությունը, բովանդակությունը, որ դրվում է դրա տակ։ Միանշանակ Ինչ իրենք խնդիր փորձել կա։ են Արարատ լեռը հեռացնել բոլոր մեր սիմվոլիզմից, պարզապես ինձ հետաքրքիր է Արարատ անունով մարդիկ ինչ են անելու։ Անի անունով մարդիկ ինչ են անելու։ Մասիս անունով մարդիկ ինչ են անելու։ Արարատի մարզը վերա ձևափոխելու են, հա։ Հասկացեք, Արարատը դա Փողոցների անունները։ երբ որ ասում են դրանցից չեմ հիշում ով էր, հելել է ասում էր, որ տուն ես կառուցում, չպետք է նկարներ կախես, որ հարևանը Նիկոլ չճղայնան։ Փաշինյանն էր ասում, հետո էլ աղքը կրկնեց։ Չգիտեմ ով էր իրանցից, ասում է հարց եմ տալի։ Կենցաղային մակարդակով քո ծնողներին եկել սպանել են, ծնողի տունը մորթել են, ծնողիդ նկարը տունը կախել ես։ Տանտերը գալիս է ասում է սպանված մամայի, պապայի նկարը հանի, հարևանը կարող է տենա, կարող է կատաղի։ Էս են մեզ ասում։ Ժողովուրդ, մենք քո ապուշ չենք։ Բայց լրիվ բանի տեղ են դրել։ Էլի եմ կրկնում։ Սա է ասածը։ Իսկ եթե դու հանեցիր այդ նկարը ու մոռացար, հիշեք մի բան։ Արցախը, Արարատը, հայկականությունը, եկեղեցին, քու ներքին հայ լինելու զգացմունքը ուրացար տունդ գալու են, մտնելու են տունդ։ Դրա համար է արվում, որ տունդ մտնելը դու չդիմադրես։ Դրա համար է արվում, չենք հասկանում դա։ Միգուցե իշխանությունը հավատում է այն ամենին, ինչ ինքը ասում է։ Անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտեմ։ Բայց ներողություն, մարդիկ կան հավատում են, որ երկրագունդը տափակ է։ Հիմա ինչ երկրագունդը տափակ է։ Ձեռարնելիք ենք դարը, ամբողջ աշխարհը նայում է մեր վրա, ոնց որ բան լնենք։ Սա վիզները ծուր, հիվանդ, բան, արը գետինն ենք մտնում արդեն։ Իդեպ արտադատության նախարարն այսօր ասում էր, որ եթե համաձայն չեք այս ամեն ինչի հետ, ապա ընտրություններով ձեր կարծիքը հայտնեք, ինչու եք նեղվում, որ Փաշինյանը խոսում է Չորրորդ հանրապետության մասին կամ այլ թեմաներից։ Թող ժողովուրդը իր կարծիքը հայտնի։ Այստեղ ես Ընտրությունների գնացեք ժամանակ։ ձեր կարծիքը հայտնեք։ Գնացեք ձեր կարծիքը հայտնեք։ Իրականում գնացեք ձեր կարծիքը հայտնեք։ Տունը մի նստեք։ Ում ուզում եք ձեն տվեք, տունը մի նստեք մենակ։ Տունը նստելով ձեր ձենը գնում է Թուրքին։ Իշխանություն, ընդդիմություն դրեք մի կողմ, Թուրքի կողմ եք քվեարկում, եթե տնից դուրս չեք գալի։ Ուրեմն համաձայն եք այն ամենի հետ, ինչ թուրքը մեր գլխին անում է, ստելի եմ ասում, իշխանություն, ընդդիմություն, դա չի հարցը։ Ում ուզում եք գնացեք քվե, ուզում եք իշխանությանը քվեարկեք, ուզում եք ընդդիմությանը քվեարկեք, տունը մի նստեք, տունը նստեցիք Թուրքի համար եք, ուրեմն Թուրքի համար եք դրել այդ պտիչկեն։ Վերջ։ Ապա գնացեք իշխանությանը քվեարկեք կամ ընդդիմությանը քվե, ում ուզում եք քվեարկեք։ Տունը չնստեք։ Որտեվ հետո այդ տանդուրը քացով ջարդելու են մտնեն, չեք հասկանում։ Իդեպ երեք Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչեց դատարանը, այս մասով ինչ կասեք։ Ինչ բացատրություն կա, որովհետև մասնավորապես իր գործը առանձնացվում էր մյուս գործերից, որ ուղղակի հարցազրույցի ժամանակ արված հայտարարություններ, բայց փաստացի դատարանը մեղավոր ճանաչեց, խափանամիջոցը չփոխվեց։ Պետք է հիմա ակնհայտ բաներ էլի քննարկեմ, հա։ Ակնհայտ բաները նրանումն է, որ այո, իշխանությունը փորձում է կոպիտ ասած անհամաձայն, հա, զանգվածները մեկուսացնի։ Պարզա հասկանալի է, հստակ է։ Ես չեմ խորանում դատայի իրավական գործընթացների մեջ, միտումնավոր չեմ խորանում։ Ոչ դատավոր եմ, ոչ դատապաշտպան եմ։ Բայց այնուամենայնիվ ներողություն, ունենք ահռելի սարսափելի մի իրավիճակ։ Նույնիսկ քննարկելու կամ դատապարտելու կամ գովասանելու ոչ մի բան չկա։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է Ռուսաստան է մեկնել մասնակցելու Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված գլոբալ ատոմային ֆորումին, երկկողմ հանդիպումների մասին եւս խոսում էր, բայց մինչ այս ժամը դեռևս տեղեկություն չկա, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ առանձնազրույց ունենալու է, թե ոչ։ Ամեն դեպքում այցը, հանդիպումը հարաբերությունների երբեր լավացման են գնում, ինչ է սա նշանակում։ Իրենք փորձում են իրենց արևին բալանսի վրա խաղալ։ Բայց երբ որ դու հայտարարում ես, որ դու գնում ես դեպի մի համակարգ, որը իր նպատակը դրել է Ռուսաստանի Դաշնության ստրատեգիկ պարտության ենթարկում, գնում ես Եվրոպա։ Դա հարցեր է առաջացնում։ Այստեղ խնդիրը Ռուսամետ, Եվրոպամետ, Ամերիկամետի մեջ չի։ Խնդիրը նրանում է, որ այս իշխանության քաղաքականությունը առհասարակ բոլոր տրեկերում ինքը իշխանամետ է, այսինքն հայամետ չի։ Եվ այս
փորձերը խաղալ բալանսի վրա, չգիտեմ, համար մի քիչ դժվար է հասկանալ, դու մոդուլային ամերիկյան ինչ-որ վտանգավոր, անհասկանալի ինչ-որ աբսուրդին հավասար շոատոմակայաններ ես ուզում կառուցես, որոնք չկան հələ որ բնության մեջ տենց մտքեր է, հա։ Ու գնում ես Ռուսաստան, որը ինչ։ Գնում ես Ռուսաստան, ռուսական միջուկային ինչ-որ բանի մասնակցես, հասկանում եք, այս աբսուրդիզմը ինքը իրենց թվում է իրանց արևին տենց կրեատիվ, տենց իրանք ոչ ստանդարտ խոդեր են անում, բայց դա ոչ ստանդարտ խոդեր չի, դա աբսուրդ է։ Ոչ ստանդարտ խոդի եւ աբսուրդի միջև բավականին լուրջ ջրբաժան է, իրենք ինձ թվում է չեն էլ հասկանում արդեն որտեղ է աբսուրդը, որտեղ է կրեատիվությունը։ Սա իմիջիալոց այցին չի վերաբերվում Փաշինյանի Մոսկվա, առհասարակ, հա, իրանց գործողությունների տրամաբանության մասին։ Իսկ ինչ զրույցներ կլինեն, դեռևս պարզ չէ, որովհետև հանդիպումը դեռ չի եղել։ Խնդրեմ նաև խոսենք կամուրջ նախաձեռնության մասին, նշված էր, որ առաջարկ Հայաստանի ծրագրին Գագիկ Ծառուկյանի կողմից առաջնորդվող ղեկավարվող դուք աջակցություն եք հայտնել, ինչ աջակցության մասին է, ինչ ծրագիր է։ Տեսեք, ինչ է իրանից ներկայացնում առաջարկ Հայաստանին։ Առաջարկ Հայաստանին մի ծրագիր է գործընթացը, որը վեր է, հա, նեղկուսակցական, իշխանամետ, ընդդիմադիր, բոլոր այդ քաղաքական հայացքներից եւ միտված է հավաքագրել եւ հավաքել բոլոր մարդկանց, կապ չունի որտեղից, Սփյուռքից կլինի, Հայաստան, ով ուզում է լինի, եթե ունի նորմալ առաջարկ, եթե ունի նորմալ տեսլական եւ եթե ունի մոտեցում, հա, տարբեր հարցերում, սկսած անվտանգությունից վերջացրած տնտեսությունից, ապա այո, այդ առաջարկը ներառվելու է եւ ներկայացվելու է մարդկանց ընտրությունների որպես առաջարկ, որտեղ տեսեք, իրենք պետք է ներկայացնեն այդ առաջարկը, կներկայացնեն, ես արդեն կամ դուք կներկայացնեք։ Այո, բոլորը, ես հենց հիմա կոչ եմ անում, եթե կան մտքեր, եթե կան գաղափարներ։ Տարբեր ոլորտներում։ Այո, բոլոր ոլորտներում, որտեղ մենք չենք կարա միայնակ դուրս գանք այս իրավիճակից։ Չկա Հայաստանում մի համակարգ, չգիտեմ, մարդ կամ ով ուզում է լինի, հա, որը մենակ կարա այս վիճակից Հիմա այս ամեն ինչը ընտրություններին պատրաստվելու համար է արվում, որովհետև Գագիկ Ծառուկյանը ասաց, որ վերադառնում է քաղաքականություն։ Գագիկ Ծառուկյանը չէ հեռացել քաղաքականությունից, սկսենք դրանից։ Իսկ ինչ վերաբերվում է սա լոկ նախընտրական գործընթաց չի, սա ծրագիր է առաջարկ Հայաստանի, որի հիմնական նպատակը Հայաստանը դուրս հանել այն փոսից, որի մեջ մենք հայտնվել ենք։ Հիմա նույնիսկ չեմ էլ խորանում, ոնց, ինչ, երբ դրա մասին 1000 անգամ խոսացել ենք։ Այդ փոսից, որի մեջ մենք ընկել ենք, մենք միայն համատեղ ուժերով կարանք դուրս գանք։ Ոնց։ Միայն ու միայն առաջարկելով ամենաօպտիմալ լուծումները այն խնդիրների, որոնք այսօր մեր առջև կանգնած են, խի սոցիալական խնդիրները չկան, հələ դուս եկեք դուս տեսեք ինչ է կատարվում։ Չկա ու մենակ ասֆալտ փռելով չի, այն էլ այն ասֆալտը, որը տարին երկու անգամ փռում են, լավը չի, էլի։ Կամ տնտեսական աճ, մենք խոսում ենք տնտեսությունից, մտեք խանութները գները նայեք։ Աստված ոչ անի, մեկը հիվանդանոց ընկավ։ Ունեմ տվյալներ, որ հիմա իշխանությունը փորձում է շուտապույտ կիսատ պռատ միջև ընտրություններ բժշկական ապահովագրության համակարգը մտցնի, որովհետև այո, նախընտրական բան պետք է անեն, բայց դրա հետ մեկտեղ էլ մենք գիտենք, Աստված ոչ անի, մարդ ընկնում է հիվանդանոցում բանկեր կան, գնում են տունը զալոգ են դնում, որ չմեռնեն։ Հասկանում եք, պարզունակ բան է, իսկ առաջարկ Հայաստանին դա է, իսկ կամուրջը լինելով քաղաքացիական նախաձեռնություն, այո, հետամուտ է լինելու մարդկանց հետ շփվելու, հետաքրքրված կլինեն կազմակերպություններ, կլինեն անհատներ, կլինի դա քննարկումների ձևով ամփոփել, հավաքել առաջարկները, հասկանալ եւ ներկայացնել առաջարկ Հայաստան ծրագրի մեջ ներառելու համար։ Նաեւ ընտրություններին եք պաստորեն պատրաստվում։ Այո, դե իհարկե։ Տեսեք, ընտրություններին պատրաստվել արդեն ինչպես է լինելու։ Տեսեք, արդեն պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցել է։ Մնացած հարցերի շուրջ ես իրավասու չեմ ինչ-որ բան ասել։ Ոնց, ինչ, երբ ես ճիշտն ասած չունեմ այդ իրավասությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։